Երևուն ու կյանքի խոսք եկեղեցի, այսօր հրաշալի օր է և դուք էլ հրաշալի եք, և Աստված մեր մեջ է, նա խոստացել է, որտեղ երկուսը և երեքը կհավաքվեն Հիսուսի անվան համար, նա կլինի այնտեղ նրանց մեջ, այստեղ երկուսս չենք, երեքս չենք, շատ ենք, և Տերն էլ հավատարիմ է իր խոսքին, այո, նա կանգնած է իր խոստմունքների հետևում, ինչպես խոստացել է, այդպես էլ անում է, և նա ներկա է այս վայրում, փառք Աստծուն։ Այսօր սրտումս կա սիրելիներս խոսելու Աստծո օրհնության մասին։ Եվս մեկ անգամ իրար հետ հիշենք ու թարմացնենք մեր մեջ, որ Աստված օրհնող Աստված է։ Որ Աստծո նախասկզբնական ծրագիրն էր, որ երբ որ մարդուն ստեղծեց, որպեսզի նա օրհնված լինի։ Որովհետև երբ որ ստեղծեց Աստված, նա օրհնեց մարդուն։ Ես ուզում եմ, որպեսզի մենք միասին ընթերցենք Ծննդոց գիրք, առաջին գլուխ 28-րդ խոսքը։ Աստված օրհնեց նրանց, և Աստված ասաց նրանց. աճեցեք և շատացեք, և լցրեք երկիրը, և տիրեցեք նրան, և իշխեցեք ծովի ձկների և երկնքի թռչունների վրա, և երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։ Իրականում, երբ որ Աստված մարդուն ստեղծեց Ադամին և Եվային, ինչ արեց, օրհնեց նրանց։ Գերբնական աստվածային օրհնություն հռչակվեց նրանց կյանքերի մեջ, որ շատանան, լայնանան, լցնեն երկիրը, տիրեն, իշխեն։ Գիտեք, Քրիստոս Հիսուսի մեջ մենք օրհնված ենք։ Աստծո գերբնական օրհնությունը հռչակված է մեր կյանքերի մեջ։ Եվ մենք պետք է հավատքով շարժվենք դրա մեջ, վերցնենք, ժառանգենք, մտնենք ավելի ու ավելի, համաձայն ես ինձ հետ։ Գիտես, իհարկե, մեկ մարդիկ վախեցած են անեծքի զորությունից, որ կարող է մարդու կյանքի մեջ գա, բայց ես այսօր մի բան եմ ուզում հռչակել։ Աստծո օրհնությունը քանդում է ամեն անեծք, և Աստծո օրհնությունը գնում է մինչև 1000 սերունդ, սիրելիս։ Այն ինչ որ Աստված հռչակում ու խոսում է իմ ու քո կյանքի մեջ, զորություն ունի ճեղքելու, զորություն ունի չարի զորությունը քանդելու, զորություն ունի մեզ ընդարձակելու, մեծացնելու, լայնացնելու, երջանկացնելու, ուրախացնելու մեր սիրտը, ամեն, ալելույա։ Եվ մեր բարի հայրը սա այն է, ինչ որ ցանկանում է, մեզանից ամեն մեկի համար։ Գիտես, այստեղ խոսվեց այն մասին, թե ինչպես Աստված Եգիպտոսից հանեց, չէ՞ իր ժողովրդին։ Ես ուզում եմ մի փոքր վերհիշենք այս պատմությունը։ Գիտեք, Հովսեփից հետո 400 տարի էր անցել, և Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսում հեծեծում էր, նեղությունների մեջ էին, խավարի մեջ էին, տանջանքի մեջ էին, բայց Աստված այնքան բարի է, որ կամեցավ իր ժողովրդին օրհնել։ Եվ նա հանեց իր հզոր բազուկով իր ժողովրդին, մենք գիտենք այդ պատմությունը ինչպես Մովսեսին ուղարկեց, ինչպես ժողովրդին այնտեղից հանեց։ Եվ գիտեք, Աստծո խոսքի մեջ գրված է, թե որն էր Աստծո ծրագիրը, և նա ասում է. ես ձեզ Եգիպտոսից հանեցի և արծվի թևերի վրա բերեցի ինձ մոտ։ Աստծո ծրագիրը գիտեք որն էր գերբնական օրհնությունը, որ Եգիպտոսի մեջ, խավարի մեջ եղող ժողովրդին հանի այնտեղից, և առաջին մեծ օրհնությունը, որպեսզի ասում է արծվի թևերի վրա ձեզ բերեմ ինձ մոտ։ Թանկագինս, մեծագույն օրհնությունը իմ ու քո կյանքում, դա այն է, որ Աստված մեր կյանքերի մեջ է։ Դա մեր հարաբերությունն է Աստծո հետ։ Հիսուսին, որ ունենք մեր կյանքում, դա ամենամեծ օրհնությունն է, որով Աստված օրհնել է ինձ ու քեզ։ Ուզում եմ համարձակ հռչակել սա և ասել. Հիսուսին ունես քո կյանքում, ամեն բան ունես։ Հիսուսին չունես քո կյանքում, թեկուզ աշխարհն էլ ունենաս, թշվառ ես և խեղճ։ Որն է ընտրում մարդը։ Երեք սատանան խաբել է մարդուն, մտածել է, որ այս կյանքում ինչքան շատ բաների հասնի, այդքանով ինքը լավ է իր համար։ Ես առանց Աստծո ոչ մի բանն էլ լավ չի։ Առանց Աստծո, առանց Հիսուսի ոչ մի բանն էլ լավ չի։ Ամեն բան լավ այն ժամանակ, երբ որ Հիսուսին ունենք մեր կյանքում։
ու եթե դու Հիսուսին ունես քո կյանքում, երջանիկ մարդ ես, օրհնված մարդ ես։ Հալելույա, փառք Տիրոջը։ Թանկագիններս, իսկ երբ որ ասում ենք, որ Աստված օրհնում է նաև, ինչ նկատի ունենք։ Մենք հաճախ ենք ասում, Տերը օրհնի քեզ, Տիրոջ օրհնությունները գան քո կյանքի մեջ։ Իսկ ինչ ենք մենք ի նկատի ունենում, երբ որ այս խոսքերը ասում ենք։ Գիտեք, օրերից մի օր, դա շատ տարիներ առաջ էր։ Ասեցի, Տեր, ես ուզում եմ հասկանալ իրականում, երբ որ օրհնություն բառը կա, ի՞նչ է դա իր մեջ պարունակում, երբ որ ասում ես, որ օրհնել ես։ Մենք հասկացանք, որ ամենամեծ օրհնությունը Տերն է։ Մնացած ամեն օրհնությունները մեր կյանքում իմաստ ունեն, եթե տվողը ներկա է մեր կյանքում։ Մենք ոչ մի օրհնություն չենք ուզում առանց Աստծո ունենալ։ Լսում ես, սիրելիս։ Օրհնությունը ավելի մեծ չի եւ ավելի կարեւոր չի, ավելի փափագելի չի, քան ամենամեծ օրհնությունը, որ Աստված ինքն է, որ տալիս է մեզ այդ ամեն բարիքները։ Եվ գիտեք, ես մեկ անգամ ուսումնասիրեցի եւ հետաքրքիր բան բացվեց ինձ համար։ Աստվածաշնչում, երբ որ օրհնություն բառն է օգտագործվում, իր մեջ ներառում է կրկնապատկում, ավելացում, մեծացում, ընդարձակում, աճ, բայց նաև երջանկություն, հաջողություն, ընծա։ Վա, այս բառը Աստվածաշնչում, որ ասում է օրհնություն, այս ամեն ինչը իր մեջ ներառում է։ Տենում եք ինչ հզոր մի բան է, երբ որ ասում է Աստված օրհնեց մարդուն, ու տենում եք այնտեղ ինչ է խոսում։ Աճեք, շատացրեք, լցրեք, ընդարձակեք, տիրեք։ Գիտես, Քրիստոս Հիսուսի մեջ Աստված մեզ չի տվել այս աշխարհի կարգերին ենթարկվելու հոգի։ Աստված մեզ տվել է բարձր հոգի։ Նա մեզ դրել է Հիսուս Քրիստոսի մեջ երկնավորներում եւ ասում է, որ այս կյանքի իրավիճակների մեջ Տերը մեզ շնորհք է տվել, զորություն է տվել թագավորելու։ Գիտես, ոչ թե մարդկանց վրա իշխելու, թագավորելու այդ իմաստով, այլ այս կյանքում, քո ճանապարհների, քո իրավիճակների մեջ, ինչի էլ հանդիպես, ինչ իրավիճակներ էլ քեզ շրջապատեն, Աստված քեզ տվել է զորություն, օրհնել է քեզ, որպեսզի դու թագավորես այդ իրավիճակների վրա։ Ոչ թե խեղճանաս, ընկնես, այլ որպեսզի ավելի վեր լինես այդ ամեն ինչում։ Եվ հիմա Տերը ասում է, օրհնել եմ քո կյանքը Քրիստոս Հիսուսի մեջ։ Դա նշանակում է նա արդեն իմ ու քո կյանքի մեջ խոսել է կրկնապատկում, ավելացում, մեծացում, ընդարձակում, աճ, ավելին Աստված օրհնել է ինձ ու քեզ Քրիստոս Հիսուսում եւ ասում է, եղիր երջանիկ, եղիր հաջողակ։ Հալելույա։ Ես նաեւ հայտնաբերեցի, որ օրհնություն բառը խորհրդանշում է մի բնական ջրամբար, որտեղ հոսող ջրեր են լցվում ու որտեղից դուրս է գալիս։ Վաու։ Ջրամբար, պատկերացնում եք, որտեղ ջուր է հավաքվում։ Հոսող ջրերից։ Ինչի հոսող ջրերից։ Այսինքն դա լճացած ջուր չի։ Դա մի ջուր չի, որից վատ հոտ է գալիս։ Դա մի ջուր չի, որտեղ որ տիղմա առաջանում։ Այդտեղ հոսող ջրեր են գալիս եւ իրանից էլ դուրս են թափվում։ Եվ այստեղից հասկանում ենք մի բան, սիրելիս, Աստված կամեցավ, որ մեզ օրհնի, բայց նաև որ մեզ էլ օրհնություն դարձնի ուրիշների կյանքի համար։ Սա Աստծո ծրագիրն է, որպեսզի մենք լինենք օրհնված Քրիստոս Հիսուսում եւ ինքներս էլ լինենք օրհնություն ուրիշների համար։ Ու գիտես մի բան եմ ուզում ասել, մեր վրա կա Հիսուս Քրիստոսի օծությունը։ Այդ օծությունը ճեղքող օծություն է։ Այդ օծությունը հաղթական օծություն է։ Այդ օծությունը շատանալու, մեծանալու օծություն է։ Հալելույա։ Եվ խնդիրը այն չի, թե ինչա մեր առջև կանգնած։ Խնդիրը այն է, ով է քո հետևում կանգնած։ Մի նայիր քո խնդրին, նայիր նրան, ով որ քո հետևում կանգնած է։ Քո երկնային Հորը։ Նայիր Հիսուսին, որը քո քահանայապետն է։ Ամեն, հալելույա։ Ով իր կյանքն էլ չի խնայել իմ ու քեզ համար։ Միթե նա չի կամենում, որ ես ու դու օրհնված լինենք։ Գիտես, երբ որ դու ասում ես ինչ-որ մեկին, Տերը օրհնի քեզ, կամ քեզ են ասում, Տերը օրհնի քեզ, գիտես ինչ պետք է հասկանաս այդ ժամանակ, ինչ է հռչակվում քո կյանքի վրա։
Երբ որ դու մեկին ասում ես Տերը օրհնի քեզ, դու նրա կյանքի վրա ես կանչում Տիրոջ ողորմությունը, բարիքները, օգնությունը եւ Աստծո շնորհքը։ Սա օրհնությունն է։ Հալելույա։ Թվում էր թե ողջույնի եւ հրաժեշտի խոսք է դարձել։ Չէ՞, քրիստոնյաներիս, Տերը օրհնի քեզ, Տերը օրհնի քեզ։ Լսիր, զորություն կա դրա մեջ, երբ որ դու հավատքով մեկի կյանքի մեջ հրճակում ես այդ խոսքը։ Գիտես, ու Տերը պատահական չի, որ այդ խոսքերը դնում է մեր շուրթերի վրա, որ դու օրհնես քո կյանքը, դու օրհնես քո սերունդների կյանքը, օրհնես Աստծո եկեղեցին, օրհնես այն երկիրը, այն քաղաքը, որը Տերը տվել է եւ որտեղ դու ապրում ես եւ գործում ես։ Զորություն կա, սիրելիս, հավատքով դուրս եկած հրճակված խոսքի մեջ։ Եվ Աստված ուզում է, ինչպես որ ինքն է օրհնող, այդպես էլ մենք լինենք օրհնող։ Դրա համար, երբ որ օրհնում ես քո կյանքը եւ օրհնում ես քո սերունդների կյանքը, երբ որ օրհնում ես քո երկիրը եւ քո քաղաքը, իմացիր դու այս բաները հրճակում ես այդ ժամանակ։ Դու ասում ես թող Տիրոջ ողորմությունն ու շնորհքը, Աստծո բարիքներն ու Տիրոջ օգնությունը գա իմ սերունդների կյանքի վրա, գա եկեղեցու կյանքի վրա, գա իմ քաղաքի եւ իմ երկրի վրա։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, օրհնված լինել չի նշանակում պարզապես միայն նյութական բարիքներ ունենալ։ Օրհնված լինել նշանակում է ճանաչել Աստծուն, ճանաչել Աստծուն։ Ամենամեծ օրհնությունը Աստված է, եւ մենք պետք է հոգեվոր աճ ունենանք, մենք պետք է Աստծուն ճանաչենք մեր ճանապարհների մեջ։ Եվ ինչ մեծ օրհնություն է, երբ որ ոչ միայն մենք, այլ նաեւ մեր սերունդները նույնպես ճանաչում են Տիրոջը եւ գնում են նրա ճանապարհների մեջ։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, մի նայիր անցյալին, միգուցե քո կյանքի տարբեր հանգամանքներ, իրավիճակներ ճնշել են քեզ, սահմանափակել են քեզ, ուզեցել են կանգնացնել քեզ, ամեն բան այնպես է եղել, որ դու չհաճես, դու երջանիկ չլինես, դու հաջողակ չլինես, դու ուրախ չլինես։ Ուզում եմ քեզ ասել, Աստծո ծրագիրը քո կյանքի համար չի փոխվել։ Աստված ուզում է, որ դու երջանիկ լինես։ Աստված ուզում է դու հաջողակ լինես։ Աստված կամենում է, որ դու լայնանաս։ Ամեն։ Միայն թե թող Քրիստոս Հիսուսը լինի քո կյանքի կենտրոնում։ Ես Տիրոջը ասել եմ, Տեր, ես չեմ ուզում քո օրհնությունները առանց քեզ։ Հիսուս, ես ուզում եմ օրհնված լինել քեզանով, եւ որ դու լինես իմ կյանքի կենտրոնում։ Կապ չունի ինչ իրավիճակներ են, կապ չունի ինչ օրհնություններ են իմ կյանքի մեջ գալի։ Ես ուզում եմ այդ ամենը վայելել քեզ հետ միասին, Տեր։ Առանց քեզ չեմ պատկերացնում իմ կյանքի օրհնությունը։ Հալելույա։ Սիրելիս, մի քանի մարդկանց կյանքից օրինակներ։ Աստված ուխտ կնքեց Աբրահամի հետ եւ օրհնեց նրա կյանքը։ Խոսեց օրհնություն Աբրահամի կյանքի եւ նրա սերունդների կյանքի մեջ։ Եվ մենք ինչ ենք տեսնում Աստվածաշնչում։ Աբրահամի մասին ինչ է գրված։ Աբրահամի մասին գրված է, որ նա մեծացավ ու շատ մեծացավ։ Նրա ազդեցությունը մեծացավ, նրա հեղինակությունը մեծացավ, նրա այն որ ասում է ունեցվածքը մեծացավ ու շատացավ։ Սա այն է, ինչ որ Աբրահամը ժառանգեց, որովհետև Տերը խոսեց նրա կյանք, ասեց կդարձնեմ քեզ օրհնություն։ Եվ մենք դա տեսնում ենք։ Ու հեշտ չէր իր ճանապարհը, սիրելիներս, իրականում հեշտ չէր։ Բայց խոսք կար Աստծուց հռչակված նրա կյանքի մեջ։ Եվ դա ճանապարհ հարթեց իր համար։ Դա իր թշնամիներին խոնարհացրեց։ Դա հնարավորություն տվեց, որ ինքը նույնիսկ անապատ տեղում այնքան օրհնված լինի։ Նույնիսկ իր դեմ դուրս եկած թագավորները չկարողացան իր վրա հաջողություն ունենալ։ Հալելույա։ Ուզում եմ նայենք Իսահակին։ Գիտեք, երբ որ այն երկրում, որտեղ դու ապրում ես, մի քիչ պայմանները թվում է, թե տնտեսական այդքան էլ լավ չի, ոնց որ այն երկրում, որտեղ Իսահակը ապրում էր, երաշտ եղավ։ Ու ոչ մեկ չէր ցանում, որովհետև ջուր չկար, անձրև չկար, բոլորը մտածում էին ոնց են գոյատևելու, այսպես ասած։ Եվ գիտեք, ինչ որ մի բան Իսահակի մտքով մի բան անցավ, ասեց երևի գնամ Եգիպտոս։ Եվ Եգիպտոսն էլ գիտեք, այդ ժամանակվա, սենց ասեմ, որ հասկանալի լինի, այդ ժամանակվա Ամերիկան էր։
Բայց Աստված հայտնվեց Իսահակին եւ ինչ որ բան ասեց։ Ասես դու մտածում ես, որ անպայման պետք է գնաս մի հարուստ երկիր, որ ես այնտեղ քեզ կարողանամ օրհնել, բայց որպեսզի դու իմանաս, որ ես Աստված եմ, որ ես կարամ քեզ օրհնեմ այնտեղ, որտեղ նույնիսկ ոչ մեկ չեն մտածում, որ մի օրհնություն կարա լինի, ուրեմն այս երկրից ոչ միտեղ չես շարժվում։ Ուրեմն ուրիշները կապ չունի, ցանում են թե չեն ցանում, գնում ես, ցանում ես։ Չմտածես ջուր կա թե չկա, անձրև տվողն էլ ես եմ, վստահիր ինձ։ Ծննդոց 26-րդ գլուխ 12-13 համարները։ Իսահակ այն երկրի մեջ ցանեց, եւ այն տարին 100-ի չափ արդյունք գտավ, եւ Տերը օրհնեց նրան, հասկանում եք։ Եվ մարդը բարձրացավ եւ քանի գնաց մեծացավ, մինչեւ որ շատ մեծացավ։ Գիտեք, սիրելիներս, այդ երկրում շատերը զարմացան, ո՞նց եղավ Իսահակի կյանքում։ Սկսեցին նախանձել նրան, սկսեցին հակառակվել նրան, ասեցին գնա մեր երկրից, դու տարբերվում ես։ Գիտես, բայց կարելի էր սովորել այդ մարդուց, չէ՞։ Կարելի էր ասել Աստված որ օրհնել ա քեզ։ Լսի, մեզ էլ գաղտնիքը բաց։ Մենք էլ ենք ուզում օրհնված լինել։ Այսօր գիտեք, մեկ նայում ենք քրիստոնյաների կյանքում, որ Աստված ինչ որ բաներ է անում, ու նայած էլի մարդու ընտրությունն է։ Կարա չհակառակվի, չէ, կարա չհալածի, չէ։ Կարա տեսնի այդ բարի բաները ասի, լսի, ես էլ եմ, տեսնում եմ, որ Աստված օրհնում է քո կյանքը։ Ես էլ եմ ուզում այդ Աստծուն, ես էլ եմ ուզում այդ խաղաղությունը, որ քո կյանքում կա։ Բայց լինում է, որ նախանձում են, ասում են, չէ, դու տարբերվում ես, գնա մեր մոտից, բայց Աստված Իսահակին պատրաստ էր ամեն տեղ օրհնել, սիրելիս։ Գիտես ինչն է կարևոր, երկիրը չի, որ որոշում է քո օրհնությունը, այլ Աստվածը, որ քո կյանքում ինքը կա, ինքը անապատ տեղն էլ կարա օազիս սարքի քեզ համար։ Հալելույա, ամեն։ Հիմա գալիս ենք դրան, թե ինչպես Աստծո ժողովուրդը դուրս եկավ Իսրայելից։ Նայեք, անապատով պետք է անցնեին, մինչև հասնեին Քանանի երկիրը, ավետյաց երկիրը։ Ինչ որ մեկը կասի, ես էլ քրիստոնյա դարձա, ախր ճանապարհը ստենց հեշտ չէր։ Իսկականից, որ սենց կիսվենք իրար հետ։ Իսկ ես շատ վկայություններ եմ լսում Աստծո մարդկանցից։ Այնքան նմանություններ կա։ Ամեն մեկի ճանապարհը յուրովի է, բայց բոլորն էլ պատմում են այն մասին, հալածանք, հակառակություն, դժվարություն, նեղություն, բայց վերջակետ չի այդտեղ։ Բայց նաև հետո շարունակում են հաղթանակ, օրհնություն, ուրախություն, հետո երջանկություն։ Տերը չասեց, որ ոչ նեղություն կլինի ձեր կյանքում, ոչ դժվարություն կլինի, ոչ անապատով կանցնեք, ասեց ես ձեզ այդ ամեն ինչի մեջ ձեզ հետ կլինեմ։ Իսկ եթե Աստված մեզ հետ է, նշանակում անապատն էլ կարա ծաղկի, այդ գիշատիչներն էլ, որ այդ ճանապարհին անապատում մեր վրա կան, դրանց հարցերն էլ կլուծի, ամեն։ Մի բան, որ շատ կարևոր է սիրելիս, ուղղակի անապատի մեջ մի օազիս մի գտիր եւ այդտեղ մի տնավորվիր։ Եթե կա Քանանի երկիր, եթե կա խոստմունքի երկիր, որտեղ դու դեռ գնում ես եւ որը պիտի ժառանգես, ճանապարհի կեսին կանգնի առ։ Գիտես, անապատում էլ օազիս տեղեր եղան, որ Իսրայելը գնում էր։ Հիշում եք դրա մասին։ Օազիս տեղեր եղան։ Միտեղ կերակուրը շատ առատ եղավ Աստված օրհնեց։ Միտեղ լավ էլ ջուր եղավ։ Միտեղ լավ էլ ծառերով տենց տեղ կար, հով, շատ լավ։ Բայց դա դեռ վերջնանպատակը չէր։ Աստված մեզ սովորեցնում է, որ մենք գնանք մինչև վերջ, որ մենք հասնենք խոստմունքի երկին, որ մենք ժառանգենք ամբողջը, ոչ թե մի մասը։ Մի մասով երբեք մի բավարարվիր, սիրելիս, ասա հիմա խաղաղա լավ է, ոնց որ հանդարտը Աստված մեզ կանչել է իր հետևից մինչև վերջ գնալու։ Խոստմունքի երկիրը պետք է ժառանգել։ Գիտեք, անապատով անցան դժվարություններ, բայց նաև օրհնություններ, մինչև եկան հասան Քանանի երկրի դուռը, գնացին տեսան այդ ինչ երկիր է, 12 հետախույզները գնացին, ամեն ցեղից ընտիր իշխաններ, պատահական մարդիկ չէին, ամեն ցեղից լավագույններին ընտրեցին, եւ այդ 12-ի մեջ էին նաև Հեսուն եւ Քաղեբը, եւ գնացին նայելու այդ Քանանի երկիրը։
Սիրելիներս գնացին ու հետ եկան։ 12-ն էլ իհարկե ասեցին, որ այնտեղ կան պարսպավոր քաղաքներ, կային, այո, կային։ Այնտեղ կային ենակի որդիներ, հսկաներ, կային, այո, կային։ Բայց նաև ասեցին, այո, իսկականից բերք ու բարիքը, այն որ Տերը ասել է կաթ ու մեղր բխող տեղ է, իսկականից այդպես է, որովհետև երկու հոգով հազիվ էին մի ողկույզ խաղողը բերում։ Բայց ուզում եմ այստեղ մի բան ասել, որ նա օրհնությունը ժառանգելու գլխավոր մեր գրավականը, որ նա գլխավոր պայմանը, սիրելիներս, դա հավատքն է, որովհետև 12-ից 10-ը եկան և ժողովրդի սիրտը թուլացրեցին և վախ սրսկեցին նրանց և ասեցին, այո, Տերը ճիշտ է ասել, սա կաթ ու մեղր բխող երկիրը, բերք ու բարիքը, ամեն բանը, տները, այգիները, ամեն ինչ, այնպես է, ինչպես Տերը ասել է, բայց մենք նրանց համար մորեխների պես ենք, մենք երբեք չենք վերցնի այս ժառանգությունը, ու սա վախ էր, որ եկավ ժողովրդի սրտի մեջ, բայց Հեսուի և Քաղեբի մասին գրված է, ինչ է գրված, որ նրանց վրա ուրիշ հոգի կար, և որն է այդ ուրիշ հոգին, որ տարբերվում էր մյուսներից, սիրելիներս, հավատքի հոգին էր, դա գիտեք ինչ է նշանակում հավատքի հոգին, որ Տերը խոսել է, Տերը օրհնել է, Տերը խոստացել է, նշանակում է այլ կերպ չի կարող լինել, մենք չենք կարող մորեխ լինել նրանց առաջ, նրանք պիտի կերակուր լինեն մեզ համար, նրանք այդպես էլ ասեցին, մի նայեք, որ հսկաներ են, Տերը մեզ հետ Աստված, մեզ հետ է և նրանց, կմատնի մեր ձեռքը կերակուրի պես կլինեն մեզ համար, այս սա այդ ուրիշ հոգին է, սիրելիներս, խնդրում եմ, մի նայեք քո կյանքի նախկին ամեն դժվարությունները, նեղությունները, հալածանքները, սահմանափակումները, Աստծո օրհնությունը այսօր կարող է քո կյանքում հրաշք անել, այսօր կարող է քեզ լայնացնել, այսօր կարող է քեզ ընդարձակել, այսօր Աստված կարող է ազատել քեզ ամեն հակառակություններից, ալելույա։ Ուրեմն առաջին պայմանը օրհնությունը ժառանգելու հավատքն է, և երկրորդ բանը, որ ուզում եմ ասել, թանկագիններս, օրհնությունը ժառանգելու համար, դա Աստծո առաջ խոնարհ լինելն է, այնքան կարևոր է Տիրոջ առաջ խոնարհ լինել, լսիր, թշնամու դեմ խոնարհ մի եղիր, համեստություն մի արա, խեղճ մի եղիր, սատանայի և խավարի զորությունների դեմ կռիվ արա, հալածիր, զենքերդ վերցրած բարի զինվորությունդ արա, Աստված քեզ հաղթանակ կտա, վահան կլինի քեզ համար, այն որ ասում է քո դիմացը սեղան կպատրաստի, ցույց կտա իր փառքը, թշնամու առաջ խեղճ մի եղիր, բայց Աստծո առաջ քո Տիրոջ առջև խոնարհ եղիր, Աստված թող տեսնի քո խոնարհությունը, թող տեսնի, որ այդ ամեն ինչի մեջ քո հույսը, ապավինությունը ոչ քո բուսաթի վրա ես դրել, ոչ քո սիրուն աչքերի վրա ես դրել, ոչ քո կրթության վրա ես դրել, ոչ քո ծանոթությունների վրա, ոչ էլ քո տաղանդների ու կարողությունների վրա։ Թող երկնքի ու երկրի առաջ պարզ լինի, որ քո ապավինությունը, քո վստահությունը Տիրոջ վրա է։ Քո բարձրանալն էլ է Տիրոջից, օրհնությունն էլ է Տիրոջից, հաղթանակն էլ է Տիրոջից։ Ամեն։ Հալելույա։ Ուրեմն հավատքը, որի ձեռքով մենք վերցնում ենք ու մտնում ենք խոստմունքի երկիրը և նաև խոնարհությունը Աստծո առջև, որ մեզանով չենք պարծենում, կամ մեկը, որով որ պարծենում ենք։ Տերը ասում է, եթե մեկը ուզում է պարծենա, թող հարուստը չպարծենա իր հարստությամբ, իմաստունը չպարծենա իր իմաստությամբ, ուժեղ մարդը չպարծենա իր զորությամբ, բայց եթե մեկ ուզում է պարծենա, թող սրանով պարծենա, թե ճանաչում է և գիտի Տիրոջը։ Ամեն։ Ուրեմն հավատքի մասին խոսելուց ուզում եմ մի մարգարեական բան ասել, հավատում եմ սա մարգարեական կլինի շատերի կյանքի համար։ Եկեք միասին բացենք Եսայիա մարգարեություն 54-րդ գլուխ 2-ից 3-րդ խոսքերը։ Այստեղ Տերը խոսում է ամուլ կնոջը, այդ այն կինն է, որը որ զավակներ չի կարողանում ունենալ։
Նայեք, այստեղ հոգևոր պրինցիպ է բացվում, ես ուզում եմ, որ դու վերցնես անպայման սա։ Ամուսնացած կինը, հոգևոր խորհրդապատկեր է իհարկե այստեղ։ Առաջին խոսքում երևում է, ով ամուլ դիմում է այդ կնոջը, տերը, եւ ասում է ամուսնացած ես, տուն ունես եւ այլն, ամուսին ունես, բայց երեխաներ չունես։ Եվ մի տեսակ միգուցե դու հաշտվել ես քո այդ իրավիճակի հետ, որ դու չես կարող ծննդաբերել։ Հիմա գիտես, այս խոսքերը, որ ես ասում եմ, վերցրու ոչ միայն ֆիզիկապես, վերցրու քո կյանքի մեջ, որ ասես, թե միգուցե ինչ-որ բաներ չի ծնվում քո կյանքում։ Կարող է միգուցե դու հաշտվել ես դրա հետ, որ ինչ-որ բան չի ծնվում, եւ մնացել ես քո այդ նեղ սահմաններում։ Հիմա ուզում եմ այստեղը կարդանք, ու մենք հռչակում ենք անելու, հավատքով վերցնես քո կյանքի մեջ։ Նա ասում է, ով ամուլ կին, լայնացրու քո վրանի տեղը, եւ թող քո բնակարանի վարակույրները տարածվեն, մի խնայիր երկարացրու չվաններդ եւ ցիցերդ պնդացրու, որովհետեւ դու պիտի աչ ու ձախ տարածվես եւ քո սերունդը պիտի ժառանգի ազգերին եւ ավերակացած քաղաքները շենացնելու են։ Ում է ասում սա, գիտեք։ Ասում է ամուլ կնոջը, ով որ հարմարվել է այն վիճակին, որ ինքը չի կարող երեխաներ ունենալ։ Հիմա սա Աստված ասում է այն մարդուն, ում կյանքում ինչ-որ մի բան չի ծնվում, մի նոր բան, ու ինքը հարմարվել է այդ իրավիճակին։ Սիրելիս, այստեղ Աստված մեր հավատքին մարտահրավեր անետում։ Գիտես, հավատքը միշտ ենթադրում է ռիսկ, հավատքը ենթադրում է գործողություններ, որով դու ցույց ես տալիս, որ դու հավատում ես նրան, ինչ որ Տերը խոստացել է։ Այստեղ ասում է լայնացրու քո վրանի տեղը եւ թող քո բնակարանի վարակույրները տարածվեն, մի խնայիր երկարացրու չվաններդ եւ ցիցերդ պնդացրու։ Սա գիտեք ինչ քայլ է նշանակում, ինչ է նշանակում այս քայլը։ Սա նշանակում է դեռևս հələ երեխաներ չունես, բայց քեզ տեսնում ես արդեն բազմանդամ ընտանիք։ Արդեն տենում ես բազմազավակ ընտանիք։ Ու այդ բազմազավակ ընտանիքի համար ինչ բնակարան ապել։ Պետք է մեծ ընդարձակ բնակարան։ Ասում է դրա համար լայնացրու վրանի տեղը։ Դեռ չկա այդ երեխեն, դեռ այդ մի երեխեն էլ չկա։ Ասում է վրանդ լայնացրու, դա քո հավատքն է։ Դու պատրաստվում ես երեխա ունենալու։ Դուք տեսել եք մամաներին, որոնք որ իհարկե տեսել եք, շատերդ վերապրել եք։ Երբ որ պատրաստվում են բալիկ ունենալ, ինչ պատրաստություններ են տեսնում։ Գնում են ամեն բան, ինչ որ պետք է, նախապես գնում են, տանը իր տեղը պատրաստում են, սենյակը, իր մի խոսքով իր մահճակալը, ամեն բաները, իր հագուստները, ինչա դա ցույց է տալիս, որ իրանք պատրաստվում են ծնունդի։ Հիմա գիտես, երբ որ արդեն հղիացած է կինը եւ երեխային սպասում արդեն գիտի, հեշտ է այդ պատրաստությունները տեսնելը։ Կա արդեն ինքը։ Բայց երբ որ չկա, բայց կա խոսքը, բայց կա Աստծո խոստմունքը, որ ասում է ով ամուլ կին, գնա վրաններդ լայնացրու, վարակույրներդ տարածի, չվաններդ ասում է քիչ չերկարացնես, լայնացրու եւ ցցերդ ամրացրու, ասես այդտեղ դեռ շատ երեխեք պետքա լինեն, որովհետեւ գալու է ժամանակը, որ աչ ու ձախ պետքա տարածվես։ Խնդրում եմ վերցրու հոգեվորում էլ քո կյանքում։ Երևունի եկեղեցի վերցրու նաեւ սա քո կյանքում։ Գալիս է ժամանակ տարածվելու, չվանները լայնացնելու, ցցերը խփելու, նոր Աստծո զավակներին ընդունելու։ Ալելույա, որովհետեւ այստեղը պիտի բազմազավակ ընտանիքի պես լինի։ Ալելույա։ Այո, հավատքը գործողություններ է ընթացնում։ Դու պատրաստ ես ընդարձակվելու, դու պատրաստ ես լայնանալու, ցցերը թերու խփելու, ալելույա, Տերը ուզում է օրհնի, Տերը ուզում է լայնացնի, մեծացնի։ Եվ այստեղ ես ուզում եմ մի Աստծո մարդու օրինակ բերել, ու տեսնենք Աստված ինչ հավատարիմ է, ու այն նույնիսկ այն անսպասելի իրավիճակում, այն անհավանական իրավիճակում ոնց կարող է Տերը գործի։ Ուրեմն առաջին մնացորդած 4-րդ գլխում թվարկվում է մարդկանց մասին, այսպես հպանցիկ, ով ում որդին էր, ում եղբայրն էր եւ այլն, այսպես անցնում է։ Գիտեք չէ, որ Աստվածաշնչում դա այդպիսի գլուխներ կան։ Մարդկանց անունները սենց սերնդաբանության ման թվարկում անցնում։
Բայց այստեղ մի անձնավորության մասին է Աստծո խոսքը ասում եւ կենտրոնանում է նրա վրա եւ փագագծերը բացում է։ Եւ սա հավատքի պատմություն է եւ հավատքով Աստծո օրհնությունները ժառանգելու։ Եվ ես ուզում եմ սա մի աղոթք է, որ մենք ինքներս հրճակենք եւ հավատանք դրան։ Եվ Գաբեսը փառավոր էր իր եղբայրներից։ Մենակ չի ասում Աստված Գաբես, բացում այդ մարդու մասին, ինչով աչքի ընկավ Գաբեսը Աստծո առաջ, առաջին մնացորդած 4-րդ գլուխ 9-ից 10 խոսքերը։ Եվ Գաբեսը փառավոր էր իր եղբայրներից, եւ նրա մայրը նրա անունը Գաբես դրեց, ասելով թե ցավով ծնեցի։ Պատկերացնում ես մայրը ցավով ա ծնել եւ անունը Գաբես ա դրել, այդ անվան մեջ ցավ բառը անընդհատ հիշատակվում է։ Եվ ի սկզբանե Գաբեսը փառավոր չէր եղբայրների մեջ։ Մի այնպիսի իրավիճակում էր, որ Գաբեսը այն որ ասում անելանելի վիճակից դիմեց Տիրոջը։ Բայց գիտեք գլխավոր արժանիքն որն է Գաբեսի, գիտեր հասցել ում պետքա դիմի։ Այսօր այնքան շատ մարդիկ չգիտեն ճիշտ հասցել։ Այնքան տեղեր են ձեռները գցում։ Մի հատ գնանք սրա մոտ, մի հատ գնանք ես ինչ տեղ ես ինչ կասի, մի հատ գնանք ես ինչ մարդու մոտ կարող է հարցը լուծի, բայց Գաբեսը իրա դեռ չփառավորված ժամանակ, իրա ցավի ժամանակ, իրա սահմանափակության ժամանակ գիտեր ամենակարողի հասցեն։ Եվ դա հավատք համարվեց իրան։ Եվ նա կանչեց Աստծուն եւ ասեց. Եվ Գաբեսը կանչեց Իսրայելի Աստծուն ասելով. «Օ եթե ինձ օրհնեիր, եւ իմ սահմանը մեծացնեիր, եւ ձեռքդ ինձ հետ լիներ, եւ ինձ չարից ազատեիր, որ ինձ տրտմություն չլիներ», ու ինչ եղավ վերջը։ Ոչ մի բան։ Եվ Աստված բերեց նրա վրա նրա խնդրածը։ Եվ Աստված բերեց նրա վրա նրա խնդրածը։ Հալելույա։ Շիրիս, ես այսօր ուզում եմ, որ քո բոլոր նախկին հիասթափությունները մի կողմ թողնես հիմա։ Մենք ունենք Աստված, որ միշտ նոր բան է անում։ Նոր բան է անում։ Մի նոր օրհնություն կարա բուսեցնի քո կյանքի մեջ։ Մի բանի կարա հրամայի եւ դա քո կյանքի համար հովանի լինի։ Եվ քեզ արևից պաշտպանի։ Մի բան կարա քո կյանքի մեջ ծնունդ տա մի բանի, որ կյանքդ ուրախությունով եւ երջանկությունով լցվի։ Ոնց որ կնոջ կյանքում երեխան ա ծնվում եւ ուրախությունով լցնում, այդպես ինչ որ մի բանի Աստված կարա քո կյանքում ծնունդ տա եւ դա ուրախացնի եւ երջանկացնի քեզ։ Եվ ինչ է ասում այստեղ Գաբեսը։ Ասում է. «Ով Իսրայելի Աստված, եթե ինձ օրհնեիր»։ Սիրելիս, Քրիստոս Հիսուսի մեջ Տերը օրհնել է մեզ։ Տերը օրհնել է մեզ, դա հզոր օրհնություն է։ Խնդրում եմ այսօր հավատքով դա վերցնես քո կյանքում։ Եվ իմ սահմանը մեծացնեիր։ Սա նշանակում է Աստված մեկն է, որ երբ որ օրհնում է, սահմաններդ լայնացնում է։ Տիրոջ օրհնությունը ընդարձակում, մեծացնում, շատացնում է։ Եվ շարունակությունը, եւ ձեռքդ ինձ հետ լիներ։ Գաբեսը հասկացել էր, որ եթե Աստծո ձեռքը ինձ հետ լինի, Աստծո պաշտպանությունը ինձ վրա կլինի։ Եվ ինձ չարից ազատեիր, որ ինձ տրտմություն չլիներ։ Գաբեսը հասկացել էր, որ Աստված է, որ կարա իրեն չարից ազատի եւ ոչ թե տրտմություն լինի, այլ ուրախությունը իր կատարյալ լինի։ Եվ սրանից հետո է, որ Աստված ասում է, բերեց նրա վրա նրա խնդրածը, եւ Գաբեսը ինչ վիճակում հայտնվեց այն վիճակում, ինչ որ սկզբում կարդում ենք դրա մասին։ Ինչ էր գրված սկզբում, ասում է, եւ Գաբեսը փառավոր էր իր եղբայրներից, Արդյունքը սա եղավ, սիրելիներս։ Բայց ես մի բան եմ տեսնում Գաբեսի կյանքում, ես տեսնում եմ խոնար մարդու, ու ես տեսնում եմ հավատք նրա աղոթքի մեջ։ Գիտեք, այս երկու բաները, սիրելիներս, եկեք երբեք չկորցնենք մեր կյանքում։ Աստծո առջև խոնար լինենք, իմանանք կա մեկը, ով հասցեատերն է, մեր կյանքի ամեն հաջողությունների, մեր երջանկության, օրհնությունների, ամեն, եւ նրա առջև խոնարհությամբ վարվենք։ Թե այն ժամանակ, երբ որ դեռ չես ժառանգել, եւ այն ժամանակ, երբ որ Տերը ժառանգեցնում է քեզ, ամեն խոնարհությամբ վարվենք, եւ երկրորդը, այս հավատքը, այս վայրի հավատքը չկորցնենք մեր կյանքում, որը որ գալիս է ոչ թե նրանից, ինչ է մեր աչքերը տեսնում այս պահին,
այլ հավատք, որը նայում է Աստծո խոստմունքին, թե Տերը ինչ է խոսել իմ ու քո կյանքի համար, եւ որն այն տեղը, որտեղ ինքը ուզում է, որ մեզ մտցնի եւ մեզ ժառանգել տա, որ Հեսուի ու Քաղեբի վրա կար այդ հավատքի հոգին եւ ասում էր մենք կգնանք եւ կժառանգենք։ Եվ իրականում այդ սերունդը ժառանգեց։ Այդ հավատքի սերունդը ժառանգեց Քանանի երկիրը, թանկագիններս, փառք Տիրոջը։ Աստված ուզում է սերնդե սերունդ օրհնի։ Աստված չի ուզում, որ օրհնությունը մի սերունդի վրա լինի եւ կանգնի։ Որովհետեւ ասում է ես ուխտ եւ ողորմություն պահող Աստված եմ եւ կօրհնեմ քեզ մինչեւ 1000 սերունդ։ Աստծո օրհնությունը հզոր զորություն ունի իր մեջ, ճեղքելու մինչև 1000 սերունդ հասցնելու։ Հալելույա։